Ողջույն բոլորին, այս տեսանյութում հոկտեմբերի 8-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 04:41 առավոտյան շուտ իհարկե դեռ կլինի լուսնային 26-րդ օրը։ Սկսված արդեն 04:41-ից մինչև հոկտեմբերի 9 ժամը 06:07 կլինի արդեն լուսնային 27-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի 1 ամբողջ օր, դեռ շարունակվելու է մինչև հոկտեմբերի 9։ Հոկտեմբերի 8-ին լուսինը գտնվում է կույս նշանում, ենթաստամոքսային գեղձը, բարակ աղիքը, կույր աղիքը, հաստ աղիքը, մարսողական համակարգը, 12-մատնյա աղիքը, ուղիղ աղիքը, զգայարանները, տեսողություն և լսողություն։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն կլինեն և ուշադրության կարիք կունենան։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Լուսնային 27-րդ օրվա խորհրդանիշը դա եռաժանին է, Նեպտունի կախարդական փայտիկը, նաև նշանակում է կողմնացույց, որոնում։ Օրվա կարգախոսը դեպի նոր հորիզոններ։ Օրվա գույներն են բաց և մուգ կապույտները, կանաչ, օրվա քարերն են ամեթիստ, զմրուխտ և ադուլարիա։ 27-րդ լուսնային օրը ցանկացած բիզնես սկսելու լավագույն օրերից մեկն է։ Այս պահին լուսինը օգնում է մարդկանց հաղթահարել բոլոր տեսակի խոչընդոտները, հաղթահարել կյանքի ցանկացած խնդիր։ Այսօր լսեք ձեր ներքին ձայնին ու ինտուիցիային։ Այսօրը լավ է գիտելիք ձեռք բերելու համար։ Ձեռք բերված գիտելիքն է, որ մեծ օգուտներ է բերելու և պահանջված կլինի մոտ ապագայում։ Լավ օր է տարբեր մարդկանց հետ շփվելու համար, բայց դա չի բացառում կոնֆլիկտային իրավիճակները հարազատների ու ընկերների հետ։ Աշխատեք այսօր շատ ագրեսիվ չլինել ու խուսափեք տարաձայնություններից։ Փորձեք լավ լսել ուրիշներին և ուշադիր լինել շրջապատում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Այդ դեպքում դուք հնարավորություն կունենաք լուծելու այն խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում էին որոշ ժամանակ։ Օրն անցկացրեք ձեր ընտանիքի, ընկերների շրջապատում, որպեսզի չձանձրանաք։ Լավ օր է ներողություն խնդրելու այն մարդկանցից, ում ժամանակին վիրավորել եք, նվիրատվություն անելու կամ պարզապես անծանոթ մարդկանց օգնելու համար։ 27-րդ լուսնային օրը բիզնեսի և ֆինանսական գործարքների համար լավագույն օրերից մեկն է։ Այն նաև լավ է պարտքերը մարելու համար, եթե այսօր ծրագրել եք ճամփորդություն, ոչ մի դեպքում մի հետաձգեք այն։ Այսօր լուսինը կօգնի բոլոր ճամփորդներին։ Ցանկացած ճամփորդություն կբերի բազմաթիվ հաճելի բացահայտումներ ու անակնկալներ։ Նույնիսկ վատ եղանակը չի կարող փչացնել ձեր հանգիստը։ Շատ լավ ժամանակ է գիտական գործունեության, խորացված վերապատրաստման, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, թեստերի, հարցումների համար։ Ստեղծագործող մարդիկ այսօր կարող են ոգեշնչման աղբյուր ունենալ, և նրանք կարող են ամբողջությամբ անցնել աշխատանքին։ Այսօր ինտուիցիան և 6-րդ զգայարանը բարձր կլինեն, վստահեք նրանց, և դրանք կօգնեն ձեզ ելք գտնել թվացյալ փակուղուց։ 27-րդ լուսնային օրերին առաջացող հիվանդությունները վտանգավոր չեն և երկար չեն տևում։ Սա լավ ժամանակ է առողջությունը բարելավելու համար։ Այսօր նաև խոցելի են ապշարային հանգույցները։ Աշխատեք այսօրը չօգտագործել տարբեր քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել անսպասելի ռեակցիա և առողջական բարդությունների առաջացում։ Այսօր խորհուրդ է տրվում բացառել ալկոհոլային խմիչքները և նաև խմեք քիչ հեղուկներ և մի կերեք աղի մթերքներ, աղի վարունգ, ծովատառեխ և այլն, որպեսզի արյան ճնշման բարձրացումներ չլինեն։ Խորհուրդ չի տրվում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։ Եթե հոգնած եք զգում, փորձեք անպայման հանգստանալ։ Բարենպաստ օր է բոլոր տեսակի տնային գործերի համար, սակայն վերանորոգումն ու շինարարությունը խորհուրդ չի տրվում սկսել այսօր, բայց ավելի լավ է ավարտին հասցնել սկսած գործը։ 27-րդ լուսնային օրը լավ շրջան է բիզնեսով զբաղվելու համար, բայց չի բացառվում, որ այս շրջանը նույնպես կարող է հղի լինել վտանգներով։ Լավ նայեք ֆինանսական գործարքներին, ուշադիր ուսումնասիրեք փաստաթղթերը, նոր պայմանագրեր կնքելու համար։ Այս լուսնային օրերին բարեգործությանը ուղղված միջոցները ստեղծում են բարենպաստ կարմա և հետագայում վերածվում շահույթի և ոչ միայն հոգևոր, այլև նյութական։ Լուսնային 27-րդ օրը բարենպաստ է ռոմանտիկ ժամադրությունների ու հանդիպումների համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք տեղի են ունենում հանգիստ կամ մեկուսի վայրերում։ Եթե որոշել եք հարսանիք անել 27-րդ լուսնային օրը, ապա հիշեք, որ հարսանիքը պետք է լինի հանգիստ
եւ որքան հանգիստ լինի տոնակատարությունը, այնքան ավելի ամուր կլինի ընտանիքը։ Ընդհանրապես լավ ժամանակ է ընտանիք կազմելու համար, հատկապես հասուն եւ բարդ զույգերի համար։ Եվ նաեւ լավ ժամանակ է պայմանավորված ամուսնության համար, հարմար օր է նաեւ նշանադրության համար։ Եթե ցանկանում եք սանրվածք անել 27-րդ լուսնային օրը, ապա հիշեք, որ ձեր մազերը շատ դանդաղ են աճելու։ Բայց դրանում կա նաև դրականը, քանի որ դուք կկարողանաք երկար պահպանել ձեր սանրվածքը։ Մազերը ներկեք բնական նյութերով, դա ձեզ առողջության եւ հարստության էներգիա կհաղորդի։ 27-րդ լուսնային օրը բեղմնավորված երեխաները հաճախ նման են իրենց ծնողներին, հատկապես եթե ծնողները նուրբ եւ բարի մարդիկ են։ Նման մարդը բարի է, սիրող եւ համբերատար, բայց հարկավոր չէ չարաշահել նրա համբերությունը, հակառակ դեպքում նա կարող է զայրույթի ժամանակ չմտածված գործողություններ կատարել։ 27-րդ լուսնային օրը ծնված երեխան թույլ բնավորությամբ եւ փափուկ մարմնով կլինի։ Նրա տրամադրությունները անընդհատ կփոխվեն։ Այսօրը հաճախ ծնվում են ճանապարհորդներ, թափառաշրջիկներ, երազողներ եւ միստիկներ, ունակ են իդեալական սիրելու, բայց եթե դրան չհասնեն, կարող են ընկնել մելամաղձության մեջ, խորտակվել, հարբել կամ սկսել թմրանյութեր օգտագործել։ Եթե ձեր ծնողներին չի հաջողվել սովորեցնել ձեզ ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պաշտպանել դրանք որպես երեխա, ապա հասուն տարիքում դուք դժվար ժամանակ կունենաք։ Եվ այսօրվա երազների պատկերները շատ խորհրդանշական են եւ պահանջում են ճիշտ մեկնաբանություն։ 27-րդ լուսնային օրերի երազներն իրականանում են։ Երազները պարունակում են շատ օգտակար տեղեկություններ, բայց շատ դժվար է ճիշտ մեկնաբանել։ 27-րդ լուսնային օրը ուխտագնացություններ կատարելու ամենաբարենպաստ շրջաններից է։ Հավելյալ քարերը զմրուխտ, լազուլի լապիս, յասամանագույն թափանցիկ ամեթիստ, ադուլարիա, վարդագույն եւ ազնվամորու քվարց։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը՝ նոր ծրագրեր եւ նախագծեր, ճանապարհորդություններ, գործուղումներ, գործունեության ոլորտի փոփոխություն, առաջ խաղացում, ֆինանսական գործարքներ, առողջ ապրելակերպ, հանդիպում եւ հաղորդակցություն, բարդ եւ աշխատատար գործընթացներ։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը՝ ալկոհոլից, էքստրեմալ սպորտաձևերից եւ խաղամոլությունից։ Եվ այսօր բարենպաստ է մաքրել լյարդը, դեղորայք ընդունել, նիհարելու համար է բարենպաստ, եթե ուզում եք դիետա պահել իհարկե։ Դուրս գալ աշխատանքից, ֆինանսական գործարքների համար է բարենպաստ, հարցազրույցի համար է բարենպաստ, նաև կենդանիներին ամորձատելու համար, ամուսնալուծության համար, սափրվելու համար, իսկ այգեգործության համար բարենպաստ է պղպեղի ցանումը, հավաքել կաղամբը, լոլիկի սածիլները, լոլիկ հավաքել, կարտոֆիլի բերքահավաք, կարտոֆիլը պահելու համար, խնձոր քաղել, ելակի տնկում, նաև բարենպաստ ոչինչ չունենք այսօր։